Թուրքիայի Աքսայար քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 40 մարդ, այդ թվում երեխաներ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի եւ նրա ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի Իմամ Խոմենեի մոսալլայի ներքին բակ, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվել են վերջին հրաժեշտը տալու։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, իսկ անվտանգության միջոցառումները խստացվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մեկ շաբաթով դադարեցրել է Իրանի հետ գործընթացը Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության պատճառով։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է հասնել համաձայնության, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ շաբաթ արձակուրդ է տվել հուղարկավորության համար։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի հստակեցրել խոսքը պաշտոնական բանակցային դադարի թե այլ գործընթացի մասին է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի 2-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է 4301 մարդ, եւս 12199 վիրավորվել։ Չնայած Իսրայելի եւ Լիբանանի միջև անցյալ ամիս կնքված շրջանակային համաձայնագրին, իսրայելական ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Կոստանդինովկան։ Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կենտրոններից մեկը, որտեղ նրան զեկուցվել է ռազմաճակատի երկայնքով ռուսական հարձակման ընթացքի մասին։ Պուտինը հայտարարել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը իր գնահատմամբ ամբողջությամբ պատկանում է ռուսական զինված ուժերին։ Նա նաև նշել է, որ որքան Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հարվածել ենթակառուցվածքներին, այդքան ավելի մեծ անվտանգության գոտի պետք է ստեղծի Ռուսաստանը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գործել Իրանի դեմ։ Նրա խոսքով բանակը պետք է կարողանա միայնակ հարվածներ հասցնել Իրանին, Իսրայելի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար։